Գոտի ճանապարհ, սելի ճանապարհ էր, ասենք, նենց բան չէր, էլի ապտո էլ հետո աշխատում էր խորթ ու բորթ նենց ողից ճամփայիր։ Հետո եկան, այդպես ճամփեն քչեցին, էս մոստը չկար։ Մեր ճամփեն սելի ճամփեն, ասենք, սելերին ու։ Այն կողմերով էր գալիս, իջնում էր ձորը։ Ձորով այն կողմի ձորով, սենտելնում էր այդ մեր թղի Դարզակյան, այս մեջտեղի ճամփեն այդ նոր գցած ասֆալտը սարքեցին ճանապարհ, կամուրջը սարքեցին։ Կամուրջը ո՞նց էիք անցնում այն ժամանակ։ Կամուրջը ո՞նց էիք անցնում, գետը ո՞նց էիք անցնում։ Փետից կամուրջ կար։ Փետից, այդ որ ասում եմ տենց իջնում էր, Ալիայանստան մոտով էլ այնտեղով։ Հակին վերևից Մահամարյա կոլխոզի կալերի կողմեր ճամփենը տեղեր։ Այդտենց իջնում էր ձորը, իրենց քարերը մաքրե, գետը նսենց քիչ էր ինձ այդ գետը վտակ էր էլի։ Դա թեթև էր ջուրը։ Ձմեռը պետք չէր օգտագործվում, կամուրջ կար ոտի համար, պետից սարքած կամուրջ էր։ Պետից գերաներին կցե, այդպես քարերից սարքե, պետից երկար անտառից ծառերին բերեկցի, կամուրջի վրով անցնում էին։ Վախենալու էր էլի, դանդաղ կողերնից բանել չկար։ Պետից կամուրջ էր։ Իսկ ասենք սելերը գետի միջով էին անցնում։ Այդքան տեղը մաքրե մեծ քարերը հաներին, տխկտալու սելերն անցնում էին, այնտեղ հողեր ունին, վարեն, ցանեն, մշակեն, բերեն, այդպես էլի։ Իսկ որ գյուղում ջուր չկար, ոնց էիք անում, կանայք ձեր աշխատում։ Այնքան ջուր չկար, ոռոգման ջուր որ չկար, ոչ մի ծառի չկար։ Մի հատ այդ ցեղապլաստաների մոտ մի հատ շլորի ծառը տեղ կար Գասպարի հայատ։ Մի հատ էլ են վերև եսին որ կուտերն գեին շտարել էր ծառ, թե չէ ծառ չկար գյուղան։ Այդ որ ասում եմ Հովսեփյան օր եկավ լույս բերեց այդ նախագահան։ Ջուրն էլ արդեն նասոս բերին դրեցին, ձորը գետի վրա, զանգվի վրա։ Նասոսներ դրին, այդ նասոսներով ջուրը հանին գյուղ։ Այդ նախագահան այդ Ռաուրոքով այդ եղել էլի։ Այս ջրով դենա կոչվում այդ մեր հողն գետից ինյան որ մի սադաչեք են դարձրել։ Բերեց սաղ այգիներ դրեց, արդեն նասոսով ջուրեր անե, գյուղին վերևով էլ, այս կողմերով էլ, գյուղին էլ ջուր տվին, գյուղացիք էլ սկսեցին ծառ ու ճուղ տնել։ Այդ ջուրն ոռոգման ջուրն եկավ, իսկ դրանից առաջ գյուղն ջուր չուներ, ոչ էլ ծառ, ոչ էլ ոչ մի բան։ Մի հատ աղբյուր այս մեր կողմի վրա ձորի կողքը, այդտեղ կար աղբյուր, sense քարից գուր էր ոնց որ քաշում ենք ամանով, լսում ենք վեդրուներ բերում, տես ջուր էր։ Զատի ես վիրի թաղ ասենք մեկ 20 տնտեսություններ, հերթ ենք նստում, որ հերթն հասնի ջրին, վեդրոյով կրենք բերենք օգտագործենք։ Հենց այդ ջրով, բերելով, օրը մի 10 անգամ իջնում ենք երկու վեդրոյով հատ ղանթարներ կար, դնում են թևին, վեդրուներն կախում ենք այդ երեխեքով էլ, փոքր վեդրուներով, բերում ենք այդ ջրով յոլային էթում։ Երեխեքն էին ջուր բերում։ Երեխեքն մեծերն հարցներ կնանիկ էթմին։ Հերթ մի 5-6 հոգի լնումին, պետք է հերթով է ջուրն քաշին։ Մի հատ էլ աղբյուր այն ձորն կար, ձորը մի հատ տուն կա է, այդ տնից մի քիչ էս կողմ հմել վայց այդ աղբյուրի հետքերն կա։ Այդ մեր աղբյուրն էլ կար էլի, հլա արդեն մենք ջուր ունենք էլ բան չէր այդ աղբյուրն։ Հլա կար, բայց մի արդեն քիչ տեղ մնեկավ ծածկեց ջուր չմաքրեցին։ Գետից մեզքան հեռու։ Մեզքան գետից հեռու, sense քարափի մեջ մաքուր լավ աղբյուրերը տեղից ենք օգտվում ջուրը։ Տատի, բայց գյուղում մի քանի պոպոքի ծառ կա, որ 100 տարեկան ասում եք ծառ չկա։ Պոպոքի ծառն էլ, ասենք, տենց որ կարա 5-ն իր արմատներով դեսից ջուր հայթայթին, դրան ջուր բեչե։ Մի քանի հատ է պոպոքի ծառ կար։ Մի հատ նորից այդ Գասպարի դուրն կար, Արփոյենստան, Մարգարի տան։ Ցերկը պատել է ձեր հետևի տուն։ Այդտեղ կար մի հատ պոպոք, մի հատ էլ Թորոսի տան մոտ էր, երկու հատ էր ինչ 3 հատ պոպոկ կար գյուղի մեջ, երկու հատ էլ շլոր որ սա երեխեք գիշեր կողնումի չէր հասնում տիրոջն էլ, այնքան որ պտուղի կարոտին, բայց հետո արդեն ծառեր սաղնել դրեցին, ունեցան, այգիներ սաղնել ունին, հիմի խնձորինսկի հաշվի չենք էլ հաշվում միրգ։